Հիմա ես Գրասարի կամրջի մոտ եմ, կամ ավելի ճիշտ կլինի ասել Գրասարի կամրջի մեջ։ Այս հատվածը եղել է ճանապարհորդների համար հանգրվան, պահակակետ, երբ ճանապարհորդները երկար ճանապարհից հետո հնարավորություն են ունեցել այստեղ հանգստանալու։ Կամուրջը կառուցվել է 1872 թվականին Ալեքսանդրապոլցի Ստեփանոս Անանիկյանցի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ։ Ինչու է հենց այստեղ կառուցվել կամուրջը, սա Ախուրյանի վտակներից մեկն է, որը 1870-ականներին հիշատակվում է Ելիդարի անունով, եւ այս հատվածը գտնվում է առևտրական կարևոր ուղղության վրա, հյուսիսային Ալեքսանդրապոլ, Ախալքալակ, Ախալցխա առևտրային ճանապարհն է եւ բազմաթիվ մարդիկ եւ բեռներ էին անցնում այստեղով եւ գետնանցման ժամանակ, երբ այս կամուրջը չկար, բազմաթիվ նյութական եւ մարդկային կորուստներ են լինում։ Ուստի Ստեփանոս Անանիկյանցը իր նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ 1872 թվականին արդեն կառուցում է այս կամուրջը, բայց հիմա կամուրջը գտնվում է մեղմ ասած խիստ վթարային վիճակում։ Գրասարի մոտ կամուրջ կառուցելու համար Ալեքսանդրապոլցի աստիճանավոր Ստեփանոս Անանիկյանցը դիմում է Կովկասյան ճարտարագործական կառավարությանը իր սեփական միջոցներով կամուրջ կառուցելու թույլտվություն ստանալու համար։ Դիմումը բավարարվում է, կամուրջը կառուցում է Շիրակի մարզի հյուսիս-արևմտյան մասում Ախուրյան գետի վտակներից մեկի վրա։ Եռաթռիչ կամրջի շինարարությունը հանձն են առնում Ալեքսանդրապոլցի արհեստավարժ վարպետները, որոնց համբավը տարածված էր ամբողջ Կովկասում։ Կամուրջ կառուցելը վստահվում է վարպետ Պապիկ Բարտաշողյանցին եւ Թադևոս Անտիկյանցին, այն նույն վարպետներին, ովքեր կառուցել էին Ալեքսանդրապոլի վեհաշուկ ամենափրկիչ եկեղեցին։ Նրանք մեծ պատասխանատվությամբ եւ վարպետությամբ ձեռնամուխ են լինում կամրջի կառուցմանը։ Շինարարական աշխատանքների վերահսկողությունն իրականացրել են Անանիկյանցի եղբայր Կարապետ Անանիկյանցը եւ ճարտարապետ Գրիգոր Ռաֆայելյանցը։ Կամուրջը կառուցված է սև եւ կարմիր կոպտատաշ տուֆից, իսկ թռիչքների եզրակոտիները սրբատաշ քարերից։ Կառույցի վրա փորագրված է եռալեզու արձանագրություն հայերեն, ռուսերեն եւ թուրքերեն։ Հայերեն արձանագրության մեջ ասվում է. Ամենազոր Աստծո շնորհիվ կառուցվեց այս կամուրջը Ռուսաստանի փառահեղ կայսր Ալեքսանդր II գահակալության օրոք, Ստեփանոս Անանիկյանցի ջանքերով եւ ծախսերով ի հիշատակ իր կնոջ Գայանեի, եղբոր Կարապետի եւ նրա կնոջ Հռիփսիմեի, ինչպես նաեւ իրենց ծնողների հոգու փրկության։ Կառուցման աշխատանքների վերահսկողը Գրիգոր Ռաֆայելյանց։ Ավելի քան 100 տարի կամուրջը ծառայել է իր նպատակին, կապ ապահովելով քաղաքի եւ շրջակա տարածքների բնակիչների ու ճանապարհորդների համար։ Սակայն խորհրդային տարիներին կամրջի միջով անցկացված ջրագծի պատճառով կառույցը սկսում է աստիճանաբար քայքայվել եւ այսօր արդեն գտնվում է փլուզման եզրին։ Եթե առաջիկայում շինարարական միջամտություն չարվի, Անանիկյանցի կամուրջը կարող է անհետանալ, դառնալով եւս մեկ կորուսյալ էջ մեծ ճարտարապետական ժառանգության պատմության մեջ։ Իշխանությունների կողմից տրված վերականգնման խոստումները, ինչպես միշտ սին էին ու մնացել են միայն խոսքերի մակարդակում։